Գոյամարտ սերիալի նկարահանումները գտնվում են ամենաակտիվ փուլում և սերիալի շուրջ ձևավորված սպասումն օրեցօր ավելի է մեծանում։ Հեռուստադիտողն անհամբերությամբ սպասում է մեկնարկին, քանի որ արդեն իսկ բացահայտված մանրամասները հուշում են առաջիկայում էկրան կբարձրանա լարված ու բարձր որակի նախագիծ։ Վերջին օրերին հայտնի դարձավ ևս մեկ հետաքրքիր ու քննարկվող փաստ՝ սերիալի դերասանական կազմում են նաև Կարեն Հովհաննիսյանն ու Մանե Հակոբյանը։ Սիրված դերասան ամուսիններին հեռուստադիտողներն առաջին անգամ են տեսնելու միասին նույն հեռուստասերիալում, և հենց այս հանգամանքն էլ գոյամարտին ավելացնում է նոր ինտրիգ ու խորհրդավոր շերտ։ Թե Կարեն Հովհաննիսյանը, թե Մանե Հակոբյանը Դիանա Գրիգորյանի հետ արդեն համագործակցության փորձ ունեն առանձին նախագծերում։ Նրանք երկուսն էլ իրենց դերակատարումներով արդեն ապացուցել են, որ կարողանում են կրել ծանր սյուժե, փոխանցել ներքին դրամա և համոզիչ ներկայանալ էկրանին, սակայն մինչ այս պահը նրանց երբեք չենք տեսել համատեղ նախագծում, ինչը հենց ինքնին դարձավ անակնկալ հեռուստադիտողների համար։ Նրանց միասին նույն սերիալում հայտնվելը միաժամանակ հետաքրքիր է և խորհրդավոր։ Առաջանում են բազմաթիվ հարցեր. արդյոք նրանք մարմնավորում են զույգ, թե կանգնած են տարբեր կողմերում։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նրանք զույգ չեն մարմնավորում, ավելին, նրանք հակառակ ճամբարներում են։ Կլինեն նրանք դաշնակիցներ, թե հակառակորդներ, կկապի նրանց սերը անցյալը, թե գուցե ընդհանուր գաղտնիքը։ Այս հարցերը Դիանա Գրիգորյանն ինչպես միշտ թողնում է բաց՝ պահպանելով գլխավոր ինտրիգը։ Դիանա Գրիգորյանի սերիալներում ընտանեկան գծերը երբեք պարզ չեն լինում։ Դրանք միշտ բարդ են, ծանր փորձություններով անցնող, երբեմն նույնիսկ կործանարար։ Հատկապես հետաքրքիր է այն, որ դերասան-ամուսինների իրական կյանքի կապը կարող է էկրանին հաղորդել լրացուցիչ խորություն ու անկեղծություն։ Բայց միևնույն ժամանակ դա նաև մեծ պատասխանատվություն է խաղալ կերպարներ, որոնք կարող են ամբողջովին հակադրվել միմյանց։ Գոյամարտը շարունակում է ձևավորվել որպես սերիալ, որտեղ յուրաքանչյուր դերասանական ընտրություն մտածված է։ Այստեղ անակնկալները պարզապես աղմուկի համար չեն, այլ սյուժեի ներսում ունեն իրենց նշանակությունը։ Նկարահանումների ակտիվ փուլը, դերասանական կազմի նման բացահայտումները և ինտրիգի խելամիտ պահպանումը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ սերիալը պատրաստվում է մեծ ուշադրության։ Հեռուստադիտողը սպասում է ոչ թե պարզապես նոր սերիալի, այլ պատմության, որը կգրավի, կզարմացնի և երկար ժամանակ կմնա հիշողության մեջ։ Գոյամարտը մոտենում է իր մեկնարկին, իսկ ամենահետաքրքիր հանդիպումները, բախումները և բացահայտումները դեռ առջևում են։ Դերասան Կարեն Հովհաննիսյանի կինը հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Վերջին զանգը» հեռուստասերիալից, որտեղ մարմնավորում էր Լիլիթի երիտասարդության շրջանը։ Նրա խաղն այնքան համոզիչ էր, որ հեռուստադիտողները սկսեցին բացասական մեկնաբանություններ գրել։ Մանեն բավականին ակտիվ է սոցիալական ցանցերում։ Նա երբեմն կազմակերպում է նաև հարցուպատասխան, որի ընթացքում պատասխանում հետևորդների կողմից հաճախ տրվող հարցերին։ Դերասանի կինը պատասխանել էր այն հարցին, թե արդյոք հեշտ է լինել Կարենի կինը։ Կարենն անսահման բարի, հոգատար, ուշադիր, նուրբ, սիրառատ ամուսին ա ու աննկարագրելի ջերմ պապա։ Ինքն ինձ անսահման սիրում ու հարգում ա, իսկ Նանեին անգամ սաստող հայացքով չի կարողանում նայել։ Մեր հարաբերությունների մեշոք պապին ես եմ։ Հաճախ շատ էմոցիոնալ մարդիկ, երբ խոսում են իրենց համար տհաճ թեմաներից, շատ սուր ու խիստ են լինում իրենց արտահայտչամիջոցներն ու խոսքերը, բայց չէ՞ որ մենք չենք վարվում այնպես, ինչպես այդ պահին տաք ու ջղային խոսում կամ մտածում ենք, նշել էր նա։ Սերիալի շուրջ ստեղծված լարվածությունն ու հետաքրքրությունը պատահական չեն։ Գոյամարտն արդեն իսկ հիմա ընկալվում է ոչ թե որպես հերթական հեռուստասերիալ, այլ որպես խորը սոցիալական ու հոգեբանական պատմություն, որտեղ յուրաքանչյուր կերպար իր ներսում կրում է պայքար գոյատևելու, հաղթելու կամ պարզապես մարդ մնալու համար։ Դիանա Գրիգորյանի ձեռագիրն այստեղ զգացվում է ամեն մանրուքում։ Նա կրկին ընտրել է բարդ թեմա, որը շատ մոտ է մեր իրականությանը՝ փողի
իշխանություն, ստվերային բիզնես, անօրինական բոքս, մարդկային ճակատագրերի խեղում և արժեքների կորուստ։ Բայց ինչպես նրա նախորդ սերիալներում, այստեղ ևս ամեն ինչ ուղղակի սև ու սպիտակ չէ։ Յուրաքանչյուր կերպար ունի իր ճշմարտությունը, իր արդարացումները և իր ցավը։ Գոյամարտը պատմություն է ոչ միայն ֆիզիկական պայքարի, այլ նաև ներքին գոյամարտի մասին։ Երբեմն ամենածանր հարվածները ստացվում են ոչ թե ռինգում, այլ կյանքի մեջ, և հենց այս գաղափարն է, որ սերիալը դարձնում է ծանր, իրական ու ազդեցիկ։ Դերասանական կազմը խոսում է սերիալի մասշտաբի մասին՝ փորձառու, սիրված և ռեյթինգային դերասանները մեկ նախագծում։ Սա արդեն խոստանում է բարձր դիտելիություն։ Դավիթ Հակոբյան, Անի Մեհրաբյան, Կարո Հովհաննիսյան, Կարեն Հովհաննիսյան, Նիկոլայ Եղիազարյան, Ռուզաննա Մանուչարյան, Էլիզ Մելիքյան, Կարեն Հովհաննիսյան և Մանե Հակոբյան, Ռոբերտ Ալեքսանյան և այլք։ Բոլորը միասին ստեղծում են ուժեղ դերասանական առանցք։ Հատկապես կարևոր է, որ Դիանա Գրիգորյանն այս անգամ ևս հենվել է իր վստահելի կադրերի վրա։ Սա նշանակում է, որ նա ընտրել է դերասանների, որոնց խաղին վստահում է, որոնց միջոցով կարող է փոխանցել բարդ հոգեբանական վիճակներ ու կտրուկ սյուժետային շրջադարձեր։ Միևնույն ժամանակ սերիալում կան նաև նոր դեմքեր, որոնք ամենայն հավանականությամբ կդառնան բացահայտումներ հեռուստադիտողների համար։